Այսօր դերասանուհի Անժելա Սարգսյանի ընտանիքում կարևոր և ուրախալի օր է։ Դերասանուհու դստեր հարսանեկան արարողությունն է։ Անժելան արդեն իսկ կիսվել է հարսնացուի մասնակցությամբ առաջին կադրերով։ Դերասանուհին սոցիալական իր էջերում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչ տեսք ունի հարսիկը կյանքի ամենահիշարժան օրը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Անժելա Սարգսյանը հրապարակել էր նաև դստեր Հարսանյաց բարի փորձի վերջին կադրերը, որոնք արդեն հուշում էին, որ սպասված օրը շատ մոտ է։ Իսկ մենք հավելենք, որ դեռ Միացյալ Նահանգներում Անժելա Սարգսյանի դուստրն ու նրա ընտրյալը ԶԱԳՍավորվել էին և օրինական ամուսիններ դարձել, իսկ արդեն այսօր նրանց հարսանիքն է։ Star News-ը ներկայացնում է առաջին կադրերը։ Սիրեմ քեզ, ջրահարսիկս, շատ սիրուն ես, արևս։ Hello, darling. I don't want to touch you. I don't want to. Kiss your mamas. You look so pretty too. Look at you. You're like a little mermaid with your hair and your feet dress. Yeah, you look so pretty. I just want to wind her up. Okay, let's take a picture. Լիանան կնքամայնա բապտիզմի, անին կնքամայնա հարսանիքի։ Իսկ այժմ ներկայացնում ենք աստղային այլ նորություններ։ Երգիչներ Սարոթ Թովմասյանը, Սուպերսակոն և Արկադի Դումիկյանը հանդիպել են։ Երգիչները նոր տեսանյութերով են կիսվել, որոնք շատ զվարճալի են ստացվել։ Առաջարկում ենք դիտել դրանցից մի քանիսը հենց այս հոլովակում։ Ուրա! Այ սակո կրակ ուտես, welcome։ Sorry, yani gidesante çiporno. Ուրենք ես։ Mare motor yani, herkes çiporno. Ուրենք ես։ Sek mi Lopez, kişiler tertik. Saro. Super reçan bir bira motor yani. Sek pançka yani. Ձեզ ողջույն, իմ շատ սիրելի բանա, այդ հատվածին է վերաբերվում, ներվայնացող հետևորդներ են, fake edge բացած կամ տնեցիքի ինստագրամով նայող, քշվող ներվայնացող որոշում եմ կայացրել 2025 թվականի ինչ հաջողություն ունեմ, նվիրում եմ ձեզ, որ չներվայնանաք, սաղ են կազինոյի փողով, բանով, ինչ կա չկա, սաղ տալիս եմ ձեզ, բայց մի հատ պրոբլեմ կա, հետնել ինչ պրոբլեմ, խնդիր, ինչ ունեմ, չունեմ, ամբողջ մեր նավարի սկսած, սաղ նվիրում եմ ձեզ, ձեր գեղեցիկ ընտանիքներին, ամեն ինչով անդերտ, այս դիմաց ծաղկաձորում էլի թենիսի միջ ծաղկաձորյան մրցույթներն է Արամեի հետ, բայց դժվար է, շատ լավ է խաղում, Արամեին գնդակը բռնելու համար պիտի վերտալյոտի միջից խփես։ Երգիչ և դերասան Վաչե Ամարյանն էլ շարունակում է ինստագրամյան հարթակում նոր տեսանյութերով կիսվել, որոնք երբեմն շատ հումորային են ստացվում։ Վաչեն կրկին ճամփորդում է, նա Նյու Յորքից դեպի Լոս Անջելես է մեկնում, որի ընթացքից էլ կադրեր է հրապարակել։ Նյու Յորքի аэроպորտն է, ժողովուրդ։ Ֆուտբոլ ենք նայում, հենց аэроպորտում։ Լավ հանել է, լավ տեղ է։ Բրազիլիա, ամիգո։ Ես էլ մոտոյով, Starbucks-ի մոտ, նատնակ ինչ ենք անում, Սենց նստած, թախտի, սպասում եմ բախտին, ասեմ ինչից սկսեմ, սկսեցի գարաժից, ճիշտ ասած, այսօր, հիմա մտածում եմ էլի, ոնց ես անեմ, որ բոլորի համար լավ լինի, էլի, կասեք մի հատ, շատ խառնա է իմ մոտ,
կյանքս այս է ինձ խառնա, բայց դզում է ինձ։ Ժողովուրդ, կավա դուք ասեք, ինչից սկսեմ։ 35 հատ երգ ունեմ։ Հնարավորություն ունեմ սաղ 35-ներ կլիպ անեմ, շատ հեշտ, տեխնիկաներ ունեմ, ամեն ինչ ունեմ։ Ամեն ինչ։ Ինչից սկսեմ, կասեք։ Երգչուհի և դերասանուհի Մերի Հակոբյանն իր սոցիալական էջերում անդրադարձել է երգիչ Կարեն Հակոբյանի առողջական խնդիրներին։ Դերասանուհին օգնություն է խնդրել իր հետևորդներից ու բոլոր այն մարդկանցից, ովքեր սրտացավ են։ Մերին խոսել է նաև Կարեն Հակոբյանի առողջական լուրջ խնդիրների մասին, իսկ տեսանյութն առաջարկում ենք դիտել հենց այս պահին։ Ողջույն իմ շատ սիրելի ընկերներ, գործընկերներ, հայրենակիցներ, հետևորդներ։ Շատ մեծ խնդրանքով եմ այս ստորին եւ դժվարությամբ եմ այս ստորին նկարում, որովհետեւ մեր շատ սիրելի հայրենակից Կարեն Հակոբյանը ունի մեր բոլորի աջակցության կարիքը։ Չեմ ուզենա, որպեսզի մենք անտարբեր լինենք, որովհետեւ դա աշխարհում ամենադժվար եւ դաժան քայլն է։ Ես ուզում եմ, որպեսզի մենք բոլորս միանանք եւ օգնենք Կարենին այս դժվարին փուլում իր կյանքի։ Ես այստեղ կնշեմ կոորդինատները, ես կուզենամ, որ յուրաքանչյուրս իր մի փոքրիկ լուման ունենանք, որպեսզի Կարենը իր կյանքի այս դժվար փուլում իրեն մենակ չզգա։ Եթե հնարավոր է, իմ շատ սիրելի հետևորդներ, ես շատ քիչ եմ նմանատիպ խնդրանքով դիմում իմ հետևորդներին, ով որքանով կարող է, պարզապես լինենք մեր շատ տաղան։ Շատ դժվար է իրականում, սիրելի ընկերներ, շատ կուզենամ, որպեսզի անտարբեր չացնեք եւ մեր շատ տաղանդավոր երգչի Կարենի բուժման համար ամեն մեկս մի փոքրիկ լումա ունենանք։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հավատով, մեր հոգատարությամբ, մեր ջերմությամբ մենք կանգնենք նրա կյանքի այս բարդ, դժվար փուլում իր կողքին։ Շնորհակալ եմ։ Եթե անգամ չունենաք հնարավորություն որևիցե փոքրիկ լյումայով օգնել շատ տաղանդավոր երգչին, ապա օգնություն կլինի նաև իր վիդեոները ձեր էջերում տարածելու, որովհետև միգուցե ձեր մեծ կամ փոքր բլոգերում մարդիկ լինեն, ովքեր անտարբեր չեն անցնի։ Շատ եմ ուզում, որպեսզի Կարենը մեր բոլորիս միասնականությունը տեսնի եւ հավատա, որ իր հետ ամեն բան շատ լավ է լինելու, որովհետև Աստված իր հետ է եւ այս փորձությունը ինքը կհաղթահարի։